Շնորհակալ ենք, որ եկաք տարեվերջային եթերին, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես, վերջին նորությունները երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան փորձել է հարձակվել Պուտինի Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա։ Ռուսաստանը կպատասխանի, 91 անօդաչու թռչող սարքեր են արձակվել եւ խոցվել։ Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո Ռուսաստանի կողմից պատասխան հարվածի թիրախները եւ ժամկետները որոշվել են, ասել է Սերգեյ Լավրովը։ Կխնդրեմ այս հարձակման հետ կապված ձեր գնահատականը տակ, տարեվերջին ինչու է այս թափով, ուր է գնում Զելենսկին եւ նպատակը որն է։ Նախ այն, որ այդ հարձակումը տեղի ունեցավ Զելենսկի-Տրամփ հանդիպումից հետո կամ հենց այդ ընթացքում, չգիտեմ, այսինքն հենց Տրամփի հետ հանդիպումից հետո։ Հիմա հարց է առաջանում, ասենք ինչքանով է Տրամփը սովորական մարդու մոտ կարող է հարց առաջանալ, ինչքանով է Տրամփը իզորում, ասենք Զելենսկուն ստիպել ինչ-որ մի բան անել։ Այսինքն ծիծաղել է ամենայն դեպս ինձ համար այն, որ Զելենսկին կարող է Տրամփին չենթարկվել ինչ-որ հարցերում, որտեվ Միացյալ Նահանգները անձերով չեն կառավարում, այսինքն եւ անձերով այլ պետություններին իրենց վերահսկողության տակ չեն պահում, իրենք պահում են գործիքներով։ Հիմա որ Բայդենը գնաց, Տրամփը եկավ, ինչ այդ գործիքները վերացան, լինի դա ֆինանսական գործիքներ, ռազմական, չգիտեմ, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի տարբեր տեսակի գործիքներ։ Հետևաբար Զելենսկին կատարում է Տրամփի հրամանները ուղղակի։ Դա այսինքն ես չեմ պատկերացնում ուրիշ ձև ինչպես կարող է լինել, որովհետև այն գործիքակազմը, որ կար Բայդենի օրոք, այդ նույն գործիքակազմը տեղափոխվել է Տրամփի վարչակազմ եւ Տրամփն է այդ ամեն ինչը օգտագործում։ Այսինքն մի կողմից բանակցություններ խաղաղություն գտնելու նպատակներ, մյուս կողմից հաստորեն Զելենսկին իբր նման քայլի է դիմում ու Տրամփն էլ իբր չի կարողանում Զելենսկին սաստի։ Զելենսկին աշխարհի առաջնորդն է, ով համարձակվեց գնալ Սպիտակ տուն եւ ուղիղ եթերում հակաճառել Տրամփին։ Ընդ որում ուշադրություն դարձրեք, որ առաջին անգամ երբ որ ինքը գնաց Սպիտակ տուն, ես չեմ հիշում նման դեպք, երբ երկու ղեկավարների բանակցությունները սկզբից մինչև վերջ ուղիղ եթերով տրվի։ Սովորաբար միշտ գնում են, մի հատ փակ հանդիպում են ունենում, բանակցում են, հետո գալիս են, ասուլիս են տալիս ուղիղ եթերում եւ այդպես իրենց բանակցությունների արդյունքների մասին հայտնում։ Իսկ Զելենսկի-Տրամփ հանդիպումը սկզբից մինչև վերջ ուղիղ եթեր է տրվել։ Հետևաբար դա եղել է թատրոն, ուղիղ եթերը տրվում է թատրոնի համար։ Եթե կուլիսներում բանակցություններ չեն եղել, փակ բանակցություններ չեն եղել, ուրեմն թատրոնի համար է տրվում։ Պատճառը ո՞րն է։ Տրամփը փորձում է հակամարտությունից դիստանցիա պահել, ձևացնել, որ իբր ինքը կապ չունի այս հակամարտության հետ։ Սա ռուս-ուկրաինական պատերազմ է, ինքը ուզում է այդ պատերազմը կանգնեցնել, վատ Եվրոպան էլ դրան խանգարում է։ Պարզ է, որ դա այդպես չի կարող լինել, որովհետև նախ, եթե Միացյալ Նահանգները ուզենային հակամարտությունը կանգնեցնել, իրենք ուղղակի կարգել էին զենք զինամթերքի մատակարարումը Ուկրաինայում։ Այդքան բան։ Մոտ 40-ից 50% զենք զինամթերքի մատակարարումը ուղիղ ամերիկյան է։ Մնացածն էլ էլի ամերիկյան զենք է, բայց Եվրոպայի միջոցով։ Այսինքն մոտ 60-ից 70% զենքը տալիս են ամերիկացիները Ուկրաինային։ Հիմա ինչ է պետք որ պատերազմը կանգնի։ Ոչ մի բան, ընդհանրապես զանգ Վաշինգտոնից եվրոպացիներին արգելելով վաճառել ամերիկյան զենքը Ուկրաինային։ Նաև, ասենք, ուղիղ մատակարարումների դադարեցում, ֆինանսավորման դադարեցում եւ ասենք պայմանական ասած մեկ ամսում ռուսները կմտնեն Կիև, որտեղ Ուկրաինայի մոտ կվերջանա զենք զինամթերքը։ Սա է կանգնացնելու ամենակարճ ճանապարհը եւ դա Միացյալ Նահանգների ձեռքերում է։
բայց իրենք ուզում են աշխարհին ցույց են տալիս, որ իրենք կապ չունեն այս կոնֆլիկտի հետ, սա ռուս-ուկրաինականը իրենք կողքից նայող են, միջնորդ են այսպես կոչված։ Հարմար տարբերակ է, ինչի որտեվ թող Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև հարաբերությունները լարվեն, թող պատերազմի հավանականությունը իրենց միջև մեծանա, դա ձեռնտու է Միացյալ Նահանգներին։ Ինչի՞ չէ, թող Եվրոպան ու Ռուսաստանը իրար հետ պատերազմեն։ Ինչ վատ տարբերակ է ԱՄՆ-ի համար։ Ինքը օվկիանոսից այն կողմ իր համար կնստի եւ կկառավարի այդ պատերազմը։ Այսինքն պատերազմը էլի ուրիշի ձեռքերով, թող լավ այս անգամ էլ Եվրոպան իր դաշնակից եվրոպացիները զոհաբերվեն, հետո ինչ։ Ինքը հոգը մնա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես եղավ։ Թուլացած Եվրոպան մտավ Միացյալ Նահանգների տիրապետության տակ։ Այն մասը, որը որ ԽՍՀՄ տիրապետության տակ չէր։ Եվ պատերազմից հետո այդ հայտնի այդ Բրետոն Վուդյան համակարգը, այսինքն ֆինանսական համակարգը, դոլարի իշխանությունը հաստատվեց աշխարհում, բացի խորհրդային միությունից, որը հրաժարվեց։ Հիմա էլ ինչ վատ տարբերակ է, թող Եվրոպան ու Ռուսաստանը իր հետ պատերազմեն, Ամերիկանը կօգտվեց դրանից։ Հետևաբար Տրամփը կարող է ուղղակի Զելենսկուն սաստել եւ արգելել որևէ բան անել։ Ինչ վերաբերում է նրան, որ ինքը տամագավ հրթիռները մասին է ասել, որ լավ է որ չենք վաճառել, իհարկե Տրամփի համար լավ է որ չեն վաճառել, որտեղ եթե այդ տամագավկերով հարված էր, պարզ կլինի որ դա ամերիկացիների հարվածն է։ Եվ Ռուսաստանի պատասխանը արդեն չէր լինի Ուկրաինայի վրա։ Արդեն հնարավոր է, ասենք մի Սուզանավ դուրս գար Նյու Յորքի ափերի մոտ, օրինակի համար ռուսական Պոսեյդոնով։ Դրա համար այսինքն ամերիկացիները վախենում են բացի այն սովորական սպառազինություններից ոչ հեռահար, որ տալիս են, վախենում են ավելի հեռահար հրթիռներ եւ ավելի ուժեղ ազդեցություն ունեցող հրթիռներ տալ Ուկրաինային, որովհետեւ վախենում են Ռուսաստանի պահատասխանից դեպի իրենց։ Իսկ Ռուսաստանի պատասխանը լինելու է միջուկային զենքով, պարտադիր չի հարվածի։ Ինքը կարող է ուղղակի մի հատ լավ վախեցնի։ Դրա համար իրենք դրթում են Ուկրաինային, Եվրոպային, ասում են դուք գնացեք, դուք կռվեք։ Ես եք ասեմ, որ ես իբր կապ չունեմ դրա հետ, ես ուզում եմ ավարտել։ Երկրորդն որ ասում են ավարտի, Տրամփը ուզում է ավարտել պատերազմը։ Ինչ է նշանակում պատերազմը ավարտել։ Հասկանալի չի ինչ է նշանակում պատերազմը։ Ասենք պատերազմը ավարտվեց, Ռուսաստանը վերցրեց ամբողջ Ուկրաինան, բացի Լվովից, Լվով քաղաքից։ Օրինակ Լվով քաղաքն էլ իրավունք ունեցավ մտնի ՆԱՏՕ, դա Ռուսաստանի ձեռնտու է, թե չէ։ Մի հատ Լվով քաղաք։ Իհարկե ոչ։ Որտեղ վաղը միսօր այդ եթե մի քաղաք էլ մտավ, մի քաղաք, մի գյուղ ուզեցավ մտնի ՆԱՏՕ, իրավունք ունեցավ մտնելու ՆԱՏՕ Ուկրաինայից մնացած, դա Ռուսաստանի ձեռնտու չի, որտեղ այդ մեկը վաղը կդառնա 5, 10։ Տրամփը մեծ մարդ է, անverջ չի մնալու։ 20 տարի հետո ինչ է լինելու, 30 տարի հետո, 5 տարի հետո, Տրամփից հետո։ Հիմա Տրամփը Բայդենի բոլոր ասածները փնովում է, չէ՞։ Այդ մյուս նախագահը կգա կփնովի Տրամփի ասածները, կասի այդ մարդ ինչ հիմարություններ էր անում։ Ես ճիշտը գիտեմ որն է։ Այնպես որ ես ասել եմ, հիմա ասու կրկնում եմ, Ռուսաստանը վերցնելու է ողջ Ուկրաինան, մի մասը կմտնի Ռուսաստանի կազմ որպես իր մարզ, մյուս մասի վրա Ռուսաստանը հաստատելու է աշխարհաքաղաքական վերահսկողություն, այսինքն այդ մասը իրավունք չի ունենալու ոչ մտնել ՆԱՏՕ, ոչ գնալ այն բլոկերի մեջ, որոնք թշնամական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, եւ Ռուսաստանը ինքը վերահսկողություն է ունենալու, այսինքն ինքը հսկելու է այդ տարածքը, այնպես որ քանի դեռ ողջ Ուկրաինան Ռուսաստանի վերահսկողության տակ չէ, ապա այս կռիվը շարունակվելու է։ Ես կարծում եմ հեռու չի այն օրը, երբ Ռուսաստանը հետ է կանչելու Ուկրաինայի անկախության ճանաչումը։ Միջալից երեք Թրամփը Նետանյահուի հետ պրես կոնֆերանսից առաջ, այսպես իրեն
անտեղյակի պես է պահել։ Ես իրականում ոչինչ չգիտեմ այդ մասին, հենց նոր լսեցի, բայց մանրամասներ չգիտեմ, դա շատ վատ է, ասել է Թրամփը խոսելով Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին։ Դե գիտեք, դա ծիծաղեր է, այսինքն գերտերություն, որը իր ձեռքում է պահում աշխարհի տարբեր ոլորտներում process-ների կառավարման թելերը, թոնց անօգնականի պես ասում է դա շատ վատ է, այդ Զելենսկին վայ ինչ արեց, այսինքն դա ինչ է նշանակում, այսինքն ուն չունի լծակներ Զելենսկու նկատմամբ, իհարկե դա ծիծաղել է, իհարկե ունի, բայց չի օգտագործում, որովհետև իր աշխարհաքաղաքական համար մեկ հակառակորդի տարածքում ուրիշի ձեռքերով նա պատերազմ է վարում, ինչի պետք է նա ուզենա այդ պատերազմը կանգնեցնել։ Իրեն պետք է ինչ անել, ժամանակ ձգել, այնքան ժամանակ, մինչև որ Ռուսաստանը իր կարծիքով կհյուծվի, ռեսուրսները կպակասեն, կթուլանան, միգուցե հնարավոր լինի ինչ-որ Ռուսաստանի ներսում ինչ-որ խժդժություններ առաջացնել, եւ դրանով իսկ իր օգտին կոնֆլիկտը կլուծեն։ Այսինքն Արևմուտքին Միացյալ Նահանգների գլխավորությամբ պետք է որ պատերազմը շարունակվի, բայց դրա համար ինքը պետք է ձևացնի, որ դա Ուկրաինան է անում, դա Եվրոպան է անում, ինքը կապ չունի, ինքը ուզում է, բայց նրանք չեն ուզում, եւ այդպես պատերազմը շարունակվում է։ Որտեվ եթե ինքը այդպես չանի, դիստանցիա չպահի, նշանակում է ինքն է պատասխանատու այդ պատերազմի համար։ Թե ուրեմն նշանակում է ինքը կոնֆլիկտի կողմ է դառնում արդեն։ Եթե կոնֆլիկտի կողմ է, ուրեմն դե Ռուսաստանի պատասխանը դեպի իրեն պետք է լինի։ Դե հենց այդ պատճառով էլ հիմա Ռուսաստանը բանակցում է Միացյալ Նահանգների հետ, որտեվ գիտի որ իրանից է կախված ամեն ինչ։ Դա լավագույն ապացույցն է, եթե Եվրոպայից կախված լիներ, Ռուսաստանը կբանակցեր Եվրոպայի հետ։ Ինչի է Ամերիկայի հետ բանակցում, որտեղ վերադասը ինքն է։ Բոլորի վերադասը Միացյալ Նահանգներն են։ Իրենք են որոշումները կայացնում։ Հետևաբար իրենց հետ էլ բանակցում է։ Այսինքն ինչու՞մ է բանակցում, որ ստիպի Եվրոպային, ստիպի Ուկրաինային բարի եղիր, որ իրենց խելոք պահեն, մոտավորապես այդպես։ Հիմա Տրամփը ձևացնում է, որ չի հասկանում, բայց շուտով կհասկանա։